Տիկին Գալստյան, ձեր փոխարեն որ լինեի, առաջինը գյուղ ակադեմիա կոչվում է, թե չեմ սխալվում, չունեք նի դաբուրա տեղեր եք, խրախուսեի, որպեսզի տեղանասնաբուժական մասնագիտությունը լիներ, որպեսզի հեռագնա մարզային ամբայքներում անասնաբուժական ծառայությունը խրախուսվեր։ Հիմա պահանջարկ դուք որևէ կոմպետենտ չեք, մի խանգարեք ինձ խնդրում եմ, որ դուք խոսում եք, այս պահանջարկը միշտ կա, որտեղ այսօր կախտիկ չէ, որ ամբողջ խոշոր ամայքները, որտեղ 2000-3000 գլուխ խոշոր եղջերարարությունախ պատվաստում եւ սպասարկում չկա մեկ անասնաբույժ կամ անասնաբույծ։ Տենց համայնք չկա, պարոն։ Կա կոմպակտ, եթե բանին ես կասեմ մեր ամայքից խմբեր են գնում, հեսա մի անգամից տեղում խմբային կարգով, որտեղ նախկինում եթե կար երկու անասնաբույժ, մեկ անասնաբույժ պետական պատվիրակված լիազորությունների շրջանակներում իմ ասածները ես վստահ եմ պարոն Ալոմյան, դուք գիտեք որ փաստարկված է, այսօթի մեջ բան չեմ խոսած այս կա ժամանակ, կաշխատեմ էլի փաստարկված խոսել։ Եվ երկրորդը, ասում եք պետ դուրքեր, բա պետության պոզիտիվ պարտականությունը պայման ստեղծել այդ մարդկանց, եթե դուք Հայաստանի Հանրապետությունում ունեք ընդամենը մեկ կացարան 50,000 թափառող շուն։ Այդ որտեղից է, բայց ելեք եթե նոր տեսնենք թափառող շներ կան, թե չկան, ընկերներ։ Պետք է անկեղծ լինենք, եթե բերվել է, ասեք, բերեք, էսի ընդունենք, հետո արանքում կլավարկենք, էս կանենք, այն կանենք, բայց որ վստահ ասում եք, այսպես է, եւ չխոսվեց պատասխանատվության, վարչական պատասխանատվության գումարի հետ կապված։ Ասենք, մի մասը ասում ենք, իբրև լավարկում, մի մասը չենք ասում։ Դու պետք է մարդուն պայմանները տաս, պայմաններն ապահովես, հետո նոր եթե չկատարից քո պետության պահանջը, նոր փորձես այդ մարդկանց պատասխանատվության ենթարկել վարչականում մնացածները։ Հիմա դուք մեկ տարվա ընթացքում մարզային խոշոր կենտրոններում հաշվարկվել եք, արդյոք հնարավոր է թե մեկ տարի հետո մենք էլ հանդիպելու ենք ստեղ իրար հետ քննարկենք, որ դա չեղավ։ Դրա օրինակը կա, սպանդանոցների օրինակը ձեր վառ օրինակ, այդքան խոսեցինք, խնդրեցինք, բարձրաձայնեցինք, ոչինչ չարվել, հետագայում տեսակ, որ դա արդյունավետ չէ, պահանջարկ կա, գումի շուկայի մոտ մարդկանց ստեղ ընդեղ բռնագանձել մսերը, նոր ստիպված պետությունը մեկ անասնագլխականակի մասով սկսեց սուբսիդավորել, որպեսզի կարողանան այդ սպանդանոցները գործել։ Այսօրվան չարժանանակ, դրա համար է մտահոգությունները։